2018 թվին Հայաստանում կենսաթոշակառուների թիվը եղել է մոտավորապես 500,000, հա 525, հիմա 650,000 է։ Եվ էլի այս կենսաթոշակների ֆոնդը ավելացել է ում հաշվին, աշխատող մարդկանց հաշվին, նրանք ովքեր աշխատել են։ Եվ մենք, այո, հիմա էլի մեծ 7 տարի մեզ պահանջվեց, որպեսզի մենք համարձակություն դրսևորենք քաղաքական, որպեսզի անապահովության գնահատման համակարգի փոփոխություն իրականացնենք։ Այսօր առավոտը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարական եմ տվել, չգիտեմ ինչքանով հնարավոր դա, ես հասկանում եմ, որ բարդություն կա։ Այսօր այդ տեքստի վրա աշխատելիս իմ մոտ հարց ծագեց։ Բայց մի րոպե, մենք կարող է ընտանիք ունենք, որ 25 տարի կամ 30 տարի անապահովության համակարգումը։ Ես համոզված եմ, որ ունենք, հիմա նախարարին խնդրել եմ, ասում եմ, հələ տեսնենք քանի մարդ եւ քանի ընտանիք կա։ Պատկերացնեք, մարդ 30 տարի փարոսի շահառու է։ Սա, գիտեք ինչ է, սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ։ Անհարգալից վերաբերմունք, պատկերացնեք, մարդը 30 տարի նպաստ է ստանում անապահովության։ Մենք էլ համարում ենք, որ իրան լավություն ենք անում, որ 30 տարի անապահովության նպաստ ենք տալիս իրան։ Մենք դրանով իրանց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ։ Մտցնում ենք արյան մեջ այդ աղքատությունը, որ դու այդտեղ բան կանես։ Եվ սա լրջագույն պրոբլեմ է, մենք սրա մասին պետք է մտածենք։